Ռեչելյան Սոնա, երիտասարդ երկրապահ կազմակերպություն, տնտեսագետ։ Պարոն նախագահ, ինչ վիճակում է այսօր Հայաստանի տնտեսությունը։ Արդեն տևական ժամանակ է, որ կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում 2013 թվականի արդյունքները եւ մենք բոլորս հնարավորություն կունենանք այդ արդյունքները քննարկելու։ Բայց միանգամից պետք է ասեմ, որ 2013 թվականին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջելու է 2012 թվականի տնտեսական աճին։ Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7% տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3.5%։ Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը եւ պատահական չէ, որ առաջին կիսամյակից հետո 2013 թվականի միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության եւ տարբեր երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ։ Եթե ծանոթ եք, պետք է հիշեք, եթե ոչ, իմացեք, որ ԱՊՀ համար արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3.8% տնտեսական աճ, այսօր իրականը գնահատվում է 2.1%։ Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսումը 3.7% էր, իրականը եւ նախնականը 1.5%, Եվրագոտու համար կանխատեսումը -0.2% էր, նախնականը -0.4%։ Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում կախված եւ համաշխարհային process-ներից եւ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից աճը դանդաղել է։ Հիմա սա լավ է թե վատ։ Եթե համեմատենք ուրիշների հետ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ վատ է։ Այնպես որ մենք իհարկե պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ։ Իհարկե, անհանգստացնող միտումներ կան մեր տնտեսությունում։ Օրինակ, ինձ անհանգստացնում է ներդրումների կրճատումը։ Իհարկե, կան մասնագետներ, ովքեր սա բացատրում են եւ համաշխարհային տենդենսներով, երբ որ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են դեպի զարգացած երկրներ, եւ երկրորդ 2013 թիվը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ, այնտեղ քիչ ներդրումներ։ Բայց բոլոր դեպքերում անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են եւ այս առումով իհարկե ես ակնկալում եմ 14 թվականի համար ավելի մեծ տնտեսական աճ։ Գիտեք, շատերը նույնիսկ այստեղ նստած մեր զինակիցները կարող են մտածեն, թե որ եթե արդեն քանի տարի է տնտեսական աճ է ապահովում, բա ինչու է հասարակությունում այնպիսի տրամադրություն տիրում, որ վիճակը գնալով վատանում է։ Գիտեք, շատ պարագաներում ընկալումների հարց է։ Իրոք վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ, կայուն տնտեսական աճ, բացառությամբ 1 տարվա։ Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով, գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով։ Իմ մոտ կան, բնական է, երբ որ ես ձեզ առաջարկում եմ հարցեր տալ, ես նյութեր ունեմ, իմ մոտ կան տարիների բոլոր վերլուծությունները։ Եվ միանգամից կարող եմ ասել, եթե 6 տարվա կտրվածքով նայենք, մենք ունեցել ենք ուրեմն միջին տարեկան գնաճ,
դու տնտեսագետ ես, պետք է հասկանաս ինչ է նշանակում միջին տարեկան գնաճ, եւ ոչ թե 12 ամսյա, կարող եմ 12 ամսյան էլ ասել, 6 տարվա ընթացքում մեր հանրապետությունում կազմել է 140%, այսինքն այս 6 տարիների ընթացքում գնաճը կազմել է 40%, միջին աշխատավարձը կազմել է 160%, այսինքն միջին աշխատավարձը առաջանցիկ տեմպերով է գնում եւ իհարկե շատ դեպքերում ընկալումների խնդիր է։ Մեր քննադատները կամ մեծ քննադատողները իրենց կարծիքով ունեն մի այսպես անխոցելի փաստարկ եւ միշտ այդ փաստարկը բերում են։ Երբ որ խոսում ենք բարենպաստ թվերի մասին, լավ թվերի մասին, նրանք ասում են, որ այդ թվերը նկարված են, որ այդ թվերը հնարված են, բայց շատ զարմանալի է, երբ որ վիճ պետվարչությունը խոսում է վատ ցուցանիշների մասին, նրանք ասում են ճիշտ է, այսինքն վատի դեպքում, բացասականի դեպքում ճիշտ է, լավի դեպքում նկարված, բայց սրա համար չեմ ես դա ասում, ես ասում եմ մեկ այլ բանի համար, ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, որ ցանկացած տնտեսագետի համար կունենա լուրջ նշանակություն։ Ինչպես գիտեք, մենք անցյալ տարվա սեպտեմբերի 2-րդ կեսին թողարկեցինք արտարժութային արժեթղթեր, այսինքն արժեթղթեր ոչ հայկական դրամով։ Իհարկե թողարկեցինք ոչ միայնակ, թողարկեցինք 3 աշխարհահռչակ ընկերությունների հետ միասին եւ այդ ընթացքում մեր չարականները, մեծ քննադատողները ասում էին, որ Հայաստանին պարտք չեն տա, գիտեք, արժեթուղթ թողարկել դա նշանակում է պարտք վերցնել, որ Հայաստանի պարտքը այնքան մեծ է, որ ոչ մեկը պարտք չի տա եւ նույնիսկ եթե տան շատ մեծ տոկոսներով կլինի։ Իսկ սեպտեմբերի 3-ին, երբ որ մենք կայացրեցինք որոշում Ակցիայի միությանը միանալով, բոլորը սկսեցին ասել, այս պարագայում ընդհանրապես Հայաստանին պարտք չեն տա։ Արդյունքում մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ դոլար պարտք։ Մենք վերցրեցինք ընդամենը 700 միլիոն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները։ Ավելին ասեմ, այս ընթացքում սեպտեմբերից մինչև փետրվար այդ արժեթղթերը, որ 6%-անոց էին, այժմ դառել են 5.8%։ Այսինքն ավելի են թանկացել։ Գիտեք, ինչքան տոկոսը քչանում է, այնքան արժեթուղթը ավելի մեծ արժեք է ձեռք բերում։ Բայց եթե մեր վիճակը վատ է, եթե մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք որպես տնտեսություն, այդ ինչպես է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի մի թիվ 3 միլիարդ դոլար։ Կա դալիճում մեկը, որ կարող է ասել ինքը պատրաստ է պարտք տալ որևէ մեկին, որ գիտի թե չի վերադարձնելու։ Անհնար է, ում ես պարտք տալիս։ Պարտք ես տալիս նրան, ով գիտես քեզ վերադարձնելու է, կամ էլ նրան, ում ուղղակի ուզում ես օգնել եւ եթե ետ չվերադարձնի, որևէ ափսոսանք չես ունենալու։ Միթե որևէ մեկին թվում է, թե աշխարհի 60 ներդրողները մեզ խղճում են եւ մեզ հենց այնպես փող են տալիս, որպեսզի մենք ծախսենք։ Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ եւ սրանք շատ լավ հիմք են ապագայում եւս լավ տնտեսական աճ ապահովելու։ Բարև ձեզ, պարոն նախագահ, վերջերս շատ արծարծվում հարցը այս թոշակի 5%-ի հետ կապված, ինչումն է խնդիրը, եթե հնարավոր է ներկայացնենք։ Իհարկե շատ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումների մասին եւ ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ։ Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումները անցնեին հանդարտ առանց դժգոհության, շատ պարզ պատճառներով, որովհետև
այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավի, երկրորդ էլի ակնհայտ է, մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս եւ ասում ենք, որ այո 5% պետք է խնայեք, ապագայում այդ 5%-ը բազմապատիկ ետ ստանալու համար։ Մենք ակնհայտ է, որ երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այլ քայլը արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար։ Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն։ Նույնիսկ մեր ամենախիստ քննադատները ասում են, չէ, բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այս մի թեզը ճիշտ չէ, կամ ժամանակն եք սխալ ընտրել, 6 ամիս հետո անեիք, մի տարի հետո անեիք, 5 տարի հետո անեիք։ Գիտեք, որ ես շատ տևական ժամանակ է, որ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, 93 թվականից սկսած, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգվել է։ Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ։ Եվ ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև իրոք սա անհրաժեշտ լուծում է։ Ես չեմ բացառում, միգուցե այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ, կամ որոշ բառեր պետք է փոխվեն։ Չեմ բացառում, բայց եթե որևէ մեկը կասի ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ անելու եւ միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման ու հետո այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, ես կասեմ, որ դրան չեմ հավատում։ Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում, կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել։ Իմաստը վստահ եմ, որ չի փոխվելու եւ այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է։ Մեկ անգամ եւս կրկնում եմ, այո, մենք այսօր մարդկանց 5%-ի նեղություն ենք տալիս։ Բայց եկեք մի հատ նայենք, այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձներ բարձրացել են։ Ուժային կառույցներում 10%, որոշակի ընկերություններում 10%, 15%, իսկ կան ընկերություններ, որ 25%։ Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխատավարձները բարձրանալու են 40-ից 80%։ Իսկ ինչ է եղել։ Հաշվեք, որ բարձրացել է 35% կամ 75%։ Մի ակնկալ եք այն 5%, այն 5%-ը պետք է գալու բոլորիս։ Կա խնդրի երկրորդ կողմը։ Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը։ Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ է։ Հարցրեք ցանկացած տնտեսվարողի, խոսեք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ, որն է այսօր Հայաստանի տնտեսության խնդիրը։ Էժան եւ երկար փողը։ Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա եւ այդ զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը։ Անպայման անելու ենք, Կարեն ջան։ Եվ որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև ես գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80%-ը դժգոհ է այդ որոշումից։ Մենք քո ներողություն բառիս համար երկրապահական լեզվով ասեմ, մենք քո ախմախ չենք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք։ Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞ ծախսում։
Մարդիկ մեզնից դժգոհում են։ Մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեր չենք բերում, ռեսուրս ենք մաշում 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար։ Հաջորդ հարցը։ Բենզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյան։ Մեզ բոլորիս երևի շատ է հուզում Ռուսաստանի հետ կապված գազի պայմանագրերի ճակատագիրը։ Եթե կարելի է երկու բառով ներկայացնեիք։ Շատ լավ։ Նախ Անան ջան, կարծում եմ, որ վաղուց արդեն այդ նստի խնդրում եմ, այդ հուզմունքը պետք է անցներ, որովհետև մենք 3-ին դեկտեմբերից ստորագրեցինք անցյալ տարվա այդ պայմանագիրը, իսկ ազգային ժողովը հաստատեց այդ պայմանագիրը եւ այդ պայմանագիրը մտել է ուժի մեջ։ Բայց ամբողջովին կիսում եմ քո կարծիքը, որ հանրության մեջ տարատեսակ խոսակցություններ կան, որովհետեւ շատ մարդիկ ելնելով տարբեր պատճառներից չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը, այսպես գլխի վայր, շուռ տալ եւ ներկայացնել սա որպես վատ։ Որպեսզի ես կարողանամ ապացուցել իմ ասածները, եկեք հերթով այսպես գնանք, անդրադառնանք այն հարցերին, որոնք ըստ իրենց այսպես շատ տրամաբանական են։ Բայց մինչև հերթականությամբ հարցերին անդրադառնալը, ուզում եմ բոլորս միասին տեսնենք, այս գազի գնի պայմանագրի, ներողություն, գազի պայմանագրի էությունը ո՞րն է։ Իմ կարծիքով գազի պայմանագրի էությունը առաջին հերթին գազի գինն է։ Այսքան ժամանակ լսել եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին։ Առաջին հերթին թող խոսեն գնի մասին եւ ասեն, եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել, ուրեմն այստեղ մեզ քննադատեն, ասեն սրան գումարած, այն մեկն էլ ավատ, այն մեկն էլ ավատ, այն մեկն էլ ավատ, այն մեկն էլ։ Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն, այո, գինը լավ է, բայց այստեղ սխալվել են։ Ոչ մեկը չի խոսում այդ գնի մասին, որովհետև այդ գինը ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության։ Այսինքն մենք ունենք ամենացածր գնով գազ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Հիմա երկրորդ, այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական, ուրեմն ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանկանալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին։ Սա լավ է թե վատ։ Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար վատ։ Հաջորդը խոսվում է պարտքերի մասին եւ տարբեր այսպես որակումներ են տալիս, կամ մարդիկ, որ հիշողությունը մի քիչ արդեն իրենց դավաճանում է, կամ մարդիկ, որ լավ չեն կարողանում ընթերցել եւ փորձում են ասել, որ ի խախտում են մեր օրենքների, ինչ որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին եւ այլն եւ այլն եւ այլն։ Որ իբր մենք թաքուն բանակցություններ ենք վարել։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես առնվազն 1 տասնյակի մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով եւ մշտապես ասել եմ հետեւյալը, որ խոսքս 11 թվականից սկսած, որ Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազի գինը չի թանկանա։ Դա ինչ է նշանակում։ Պարզ, եթե այսպեսի բան ես ասում, հայը պետք է հասկանա, որ հնարավոր է պետության համար, հիմնարկի համար ներկրող գազը թանկանա, բայց Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազը չի թանկանալու։ Եվ այդպես էլ եղավ 2 տարի։ Սա մեկ, երկրորդ։ Բոլորին հայտնի է, որ մենք
Սկսած 11 թվականից բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ եւ եկել էինք այն եզրակացությանը, որ գազի վճարային գինը չի փոխվում, փոխվում է հաշվարկային գինը, բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով։ Բանակցությունները տևեցին 3 տարի, բոլոր կողմերը հաշվի առնելով, ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50%-ը, վատարել։ Այսինքն այդ մոտավորապես $300 միլիոն որտեղից է գոյացել։ Այսինքն եթե մենք այդպիսի երկարատև ծանր բանակցություններ չվարեինք, ուրեմն մենք պետք է 11 թվականից սկսած թանկացնեինք գազի գինը եւ եթե $300 միլիոն պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի գրպանից, տնտեսության գրպանից եւ այլն։ Մեզ զիջել են այդ գոյացածի 50%-ը։ Երրորդ, ինչ վերաբերում է 20%-ին, ինչու են վաճառել, էժան են վաճառել եւ այլն։ Ինձ հետաքրքիր է ինչ էր տալիս այդ 20%-ը։ Եթե մենք որպես պետություն ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում վաճառել ենք 80%-ը, այսինքն 80%-ը կարելի էր վաճառել, 20-ը չէր կարելի վաճառել։ Տարօրինակ չի։ Թող որևէ մեկը ինձ ասի այդ 20%-ը ինչ էր մեզ տալիս, քանի լումա մեզ դիվիդենդ է բերել։ Կամ այդ 20% ինչ է հնարավորություններ տալիս մեզ այնտեղ տնօրեն նշանակելու, կամ ինչ անելու, որոշումների վրա ազդելու։ Եվ պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդենք, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, եւ այդ օրենսդրական դաշտը բավարար է, որպեսզի այդ ընկերությունը լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզիական, թե ինչ գործի մեր օրենքների շրջանակներում եւ իշա մեզ։ Իսկ ինչ վերաբերում է 20%-ի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել։ Եթե մեկը գտնվի, որ այդ 20%-ի համար տա $100 միլիոն, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել եւ այդ 100 միլիոնով տալ այդ մարդուն, ով որ կուզի այդ 20%-ը։ Ասում են ինչու մրցույթ չեք անցկացրել, ինչու, չգիտեմ, ուրիշներին չեք հարցրել։ Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ պետք է ասեմ։ Բա որ մրցույթ անցկացնեինք այդ 20% արժենար 30 միլիոն։ Մենք ո՞նց էինք սաղացնելու 150 միլիոնով այդ 20%-ը։ Հետո դրա համար ով էր պատասխան տալու։ Ակնհայտ չի, որ 20%-ը, որ տարիների ընթացքում մի լումա դիվիդենդ չի բերել, չի կարող այդքան արժենալ։ Որևէ մեկը, այդ որ տարբեր հարթակներում խոսում են ազգային ժողովից մինչև օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան, ու ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ, թող գնա անի, թող բերի, ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ։ Խնդրեմ ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին, մի անգամից այդ ամբողջ անվավեր կհամարեն։ Բայց կա այդպիսի մեկը, թե ուղղակի խոսողներն են շատ։ Խոսելը հեշտ է։ Այնքան հեշտ է։ Հիշում եք պատերազմի տարիներին ինչքան խոսողներ կային։ Ինչքան հեքիաթներ էին պատմում, ինչքան առասպելներ էին պատմում, բայց հենց որ պետք էր գնալ կոնկրետ գյուղ գրավել, մեկի գլուխներ ցավում, մեկի հորեղբոր տղայի 40-ներ, մյուսի մեքենայի ակներ ծակում։ Խոսելը այնքան հեշտ է։ Էլ ինչ խնդիր կար այնտեղ։ Հա, ինչու 30 տարով ենք կնքել։ Այնքան չարություն է այդ մարդկանց կուրացրելը, որ նրանք չեն հասկանում ինչ են ասում։ Փոխանակ,
մեզ քննադատելու, թե ինչու 30 տարով եք կնքել, այլ ոչ թե 60 տարով։ Մեզ ասում են ինչու այդքան երկար եք կնքել։ Ցանկացած տնտեսագետի համար պարզ է, չէ՞, որ ներդրումների յետ բերումը ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա։ 30 տարով ենք բանա, որպեսզի իրար ռուսները իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն։ Բայց 5 տարով կնքեինք, 5 տարվա ընթացքում պետք է հանեին։ Որն է մեզ համար ավելի լավը։ Ես չեմ ջղայնանում, ես ուղղակի ուզում եմ իմ էմոցիան փոխանցեմ ձեզ, որպեսզի դուք էլ փոխանցեք ձեր շրջապատին։ Պարոն նախագահ, արտագաղթի մասին եմ ուզում հարցնել, որն է լուծումը։ Իրոք արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ։ Իրոք ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից մեկն է։ Բայց մյուս կողմից էլ ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով։ Ես չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոցով։ Բոլորիս համար պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի և այս պրոցեսը տարբեր զարգացման միտումներ է դրսևորում տարբեր ժամանակահատվածներում։ Եթե 92 թվականին մեր երկիրը լքել է 200,000 մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է, 2001 թվականին ենթադրենք 60,000 մարդ է լքել, բայց փառք Աստծո հետագա տարիներին այս պրոցեսը դանդաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վեր է ածվել ներգաղթի։ 2013 թվականի տվյալներով ուղևորափոխադրումը համեմատած 12 թվականի հետ կրճատվել է բացասական տարբերությունը գրեթե 25%-ով և այդ բացասական տարբերությունը կազմում է 31,000 մարդ։ Իհարկե 31,000-ն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չի, կարող է 5-ով, 10-ով, 15-ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է։ Եվ այդ թիվն էլ իհարկե մեծ թիվ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք այս երկրում ապրող։ Եթե մենք լինեինք գոնե 10 միլիոն, 12, 15 միլիոն, դա որևէ մտահոգության առարկա լինել չի կարող։ Մյուս կողմից 31,000-ը այն թիվը չի, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթի։ Մենք անպայման դրան հասնելու ենք, բայց նորից եմ ասում, առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին։ Մյուս կողմից երբեք պրոբլեմը չի լուծվում, պիտի կրկնեմ, լացուկոցով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով։ Մենք բոլորս միասին պիտի աշխատենք, բոլորս միասին։ Նորից էլի ուզում եմ այն ժամանակների օրինակը բերել, երբ որ մենք կամ այստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մի գյուղ, ծնկները չէր ծեծում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ոնց անի, որ մի քանի օր հետո այս գյուղն էլ վերցնի, կողքինն էլ վերցնի։ Էս էր չէ բոլորիս մտածածը։ Բայց 92 թվականին ինչքան էինք նահանջում։ Ինչ է փոխվել, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ կատարողներն են փոխվել, ոչ իրադրությունն է փոխվել։ Տեսնեք, որ գալու ենք դրական բալանսի։ Հաջորդ հարց խնդրեմ։
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մեսրոպ Մանուկյան։ Մեծարգո պարոն նախագահ, հարցերի պատասխաններից մեկի ժամանակ դուք խոսեցիք մեր տնտեսության ներկա իրավիճակի մասին։ Իմ հարցը հետևյալն է. ինչ կկանխատեսեք, ինչպիսին կլինի մեր տնտեսության զարգացումը հաջորդ տարիներին։ Շնորհակալություն։ Կարծում եմ լավ կլինի, Մեսրոպ ջան։ Իրոք լավ է լինելու, ինչու որովհետև կարծում եմ մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ։ Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միության անդամակցությունը անցել է հարթ առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ հասարակության մեջ եւ ներդրողների համար անորոշություն կար։ Թե ինչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի է բերելու եւ այլն։ Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր եւ այս որոշակիությունն ու կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ մենք կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ։ Եթե մենք 13 թվականին մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ 7.2%, ապա Մաքսային միությանն անդամակցելով մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7.2%-ի միառույթի բաժինը ընկնում է հենց Մաքսային միության երկրներին Ռուսաստանի Դաշնությանը։ Կոնկրետ օրինակ Ռուսաստանի Դաշնություն մենք արտահանում ավելացրել ենք 13 թվականին 20%-ով։ Եվ այդ հնարավորությունը հիմա դարել է ուրեմն անսպառ հնարավորություն։ Ահռելի շուկա 3 միլիոնանոց ժողովրդի համար, մեր տնտեսության համար բացվել է գրեթե 200 միլիոնանոց շուկա, գրեթե նույն հնարավորություններով։ Մենք անպայման օգտվելու ենք դրանից։ Բացի դրանից, այս ժամանակահատվածի համար մենք ունենք ծրագրեր այդ տեխնոլոգիաների բնագավառում, որ ավանդաբար Հայաստանում ամեն տարի աճում են 15-ից 20%։ 2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր, մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում այդ ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-ից 100,000 տոննա պղինձ խտանյութում։ Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան, մեծ պղնձաձուլարան։ Իսկ դա իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով։ Եթե չունենանք, չենք կարող անել։ Այսինքն լեռնա արդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ։ Մենք եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն Նաիրիտի աշխատողներին, ապա մենք անկախ որևէ հանգամանքից այս տարի ամենայն հավանականությամբ սկսելու ենք նոր Նաիրիտի կառուցում, գոնե նախագծանախաշվարկային աշխատանքներ, նախնական պայմանագրերը կան եւ հնարավորության դեպքում հին Նաիրիտի գործարկում։ Սա եւս շատ մեծ, այսպես հնարավորություն է ընձեռնելու մեզ։ Հաջորդը 14 թվականին արդեն առարկայական է դառնալու 13 թվականից սկսած մեծ ծրագիրը Գեղարքունիքի մարզում ձկնաարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50,000 տոննա ձկան արտադրություն եւ վերամշակում։ Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ թվով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում։ Մենք ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում, մենք որոշակի հաջողություններ ունեցանք 13 թվականին, հենց նաև դրա շնորհիվ աճեց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, 14 թվականին մենք այստեղ բավականաչափ մեծ ավելացում ենք ունենալու։ Մենք ունենք ծրագրեր թեթև արդյունաբերության ոլորտում,
մեր տնտեսական աճում թեթևարդյունաբերության աճը բավականաչափ մեծ տեղ ունի եւ այսպես շարունակ շատ երկար կարող եմ ասել։ Ես տեսնում եմ 14 եւ ապագա տարիներին տնտեսական լավ հաջողություններ։ Վարդենիքի համար երկրորդ դպրոցի թոշակառու տնօրեն, Վարդենիքի Գայլավաճ ջոկատի հիմնադիր ղեկավար։ Այժմ դպրոցներում գնում է մասսայական վարչատնտեսական աշխատողների կրճատում, պատճառաբանելով աշակերտների թվի նվազեցում, բայց վերջին տարիներս աշակերտների թիվը 25-ից դարձրեցին մինչև 35, դրույքաժամը 18-ից 22 եւ պատճառաբանում են, որ նվազում է։ Եթե այդ աշխատողները մասսայաբար անընտանիք կանայք, որոնք չունեն ամուսին, աշխատում են դպրոցում հավաքարար, դպրոցում չլինի հավաքարար, տնտեսվար, էլեկտրիկ եւ կազմակերպիչ, ինչպիսին կլինի դպրոցի ճակատագիրը, խնդրում եմ պատասխանեք։ Ես առաջի անգամ եմ լսում, որ մեր դպրոցներում չպետք է լինեն հավաքարարներ, տնտեսվարներ կամ էլեկտրամոնտյորներ, ինչպես դուք եք ասում, այդպիսի բան լինել չի կարող։ Ուրեմն, ինչպես հայտնի է, մենք դպրոցական ֆինանսավորման մեջ անպայման ներ ենք առնում դա եւ այո, ինչ արած, ճիշտն այդպես է, աշակերտների թվականակով է ֆինանսավորվում եւ պետք է ասեմ, որ բոլորս պետք է համակերպենք այն մտքի հետ, որ երբ որ ժամանակը գալիս է, մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի։ Եթե թոշակառու ենք, ուրեմն պետք է գնանք մեր թորներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան։ Սա է իրականությունը, եւ այդ իրականությանը մենք պետք է սթափ հայացքով նայենք։ Մենք չենք կարող ասել, բա գիտեք, այս տիկինը, որ շատ լավ ուշչուհի է, մեծ ընտանիք ունի, իրեն պահենք, բայց իրեն պահում ենք, ուրիշներին ենք վնաս տալիս։ Վերջին 10 տարիների ընթացքում մենք կտրուկ բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձը, բայց որ ուսուցիչի հարցնում ես, ասում է էական փոփոխություն չկա աշխատավարձում։ Ինչու չկա, որովհետև փոխարենը մի ուսուցիչ աշխատի, աշխատում են 2-3-ը։ Ինչի համար։ Ես դա ճիշտ չեմ համարում։ Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել եւ որքան անհրաժեշտ է, որպեսզի ինքը իր էլեմենտար կարիքները կարողանա հոգալ։ Մենք նոր բարեփոխումներ ենք նախատեսում նաեւ այս ոլորտում։ Ուսուցիչների, լավագույն ուսուցիչների աշխատավարձը մենք կտրուկ բարձրացնելու ենք։ Կտրուկ։ Նրանք 3-4 անգամ ավելին են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է։ Իսկ այսօր գիտեք, որ մեր միջին աշխատավարձը 158,000 դրամ է։ 3-4 անգամ լավագույն ուսուցիչները բարձր են ստանալու, բայց նրանք պետք է լինեն լավագույնը իրենց ոլորտում։ Այնպես որ եթե կոնկրետ պարագայում իրոք ձեր դպրոցում կրճատվել է հավաքարարի հաստիք, էլեկտրիկի հաստիք, կարծում եմ պարոն Արմեն Աշոտյան հենց երկուշաբթի օրը ինձ տեղյակ կպահի, թե ինչ պատճառով։